Երևանի Նոր-Նորքի վարչական շրջանի աշխատակազմի նախաձեռնությամբ հանրային լսումներ պետք է լինեին կապված վիշապների պուրակում տեղի ունեցող շինարարության եւ ծառայատունների հետ, սակայն ոչ նախաձեռնողները, ոչ էլ տարածքի սեփականատերերը չեն եկել, ներկա էին միայն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու բնակիչները։ Եվ շատ ողջունելի է, որ սա բնակիչների նախաձեռնություն է եղել պայքարել հասկանաչ տարածքի համար։ Բնապահպան Կարինե Դանիելյանը պնդում է, որ վիշապների պուրակում շինարարություն իրականացնելով օրենսդրական 10-ից ավելի նորմեր են խախտում։ Եվ բուսական կենդանական աշխարհի կանաչ տարածքներում կառուցապատման խնդիրը, եւ քրեական օրենսգիրքը, եւ ուրեմն մի րոպե բնապահպանական վերահսկողության, եւ հողային, եւ բազմաթիվ օրենքներ հերթով, եթե նայում ես, որ այսպիսի երևույթ չպետք է լիներ։ Խնդրով անհանգստացած բնապահպաններն ու բնակիչները դիմել են Նոր-Նորքի երիտասարդական կազմակերպությանն ու ուսանողական ասոցիացիա հասարակական կազմակերպությանը, որոնք իրանք ասացին, որ մենք մեր դիրքորոշումը կհայտնենք միայն այն ժամանակ, երբ որ այս վարչական շրջանի ղեկավարի հետ հանդիպեն, Մելիք Գասպարյանի։ Ու իրանք իհարկե այսօր չկան։ Բնակիչները հանել են շինհրապարակի ցանկապատը եւ տարածքում տնկել մոտ 70 ծառ։ Հողի նպատակային նշանակությունը փոխելու համար դժվար ընթացակարգ է պետք անցնել, իսկ բնակիչները ամեն բանի պատրաստ են այգին եւ հուշարձանները չկորցնելու համար։ Քանի որ այդ տարածքը, որը օտարվել է տվյալ սեփականատիրոջը, հանդիսացել է այս պուրակի անբաժանելի մասը եւ կանաչ տարածք է եւ հանրային տարածք է եւ օտարման ենթակա չէ, քանի որ գտնվում է հողային օրենսգրքի 60 հոդվածի սահմանափակումների մեջ։